Եթերում վերածնվիր հաղորդաշարն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այցելեք իմ taronglag.com կայքը, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս Telegram, Facebook, TikTok, աջակցեք ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով, հավանեք, մեկնաբանեք ու տարածեք այս տեսանյութը։ Հասկանալի պատճառներով իմ վերածնվիր խորագրով բանաստեղծական ժողովածուն տպագրված տարբերակով հասանելի չի լինի բոլորին, որքան էլ ցանկանամ 500 օրինակը չեմ կարողանա բաժանել 3 միլիոնի մեջ, այդ պատճառով որոշեցի սկսել նոր հաղորդաշար եւ մեկ առ մեկ ներկայացնել ձեզ իմ ստեղծագործությունները։ Ինչ որ իմաստով սա նոր հաղորդաշար է, բայց իմ ալիքին հետևողները անմիջապես գլխի կընկնեն, որ այս շարքն իմ նախորդ անդրադարձերի շարունակությունն է ընդհանրապես։ Վերածնունդ հաղորդաշարից ծնվեց վերածնվիր բանաստեղծական ժողովածուն։ Վերածնունդն էր պատճառը թումանյանական մեր ճամփեն հաղորդաշարի, իսկ այս հաղորդումների շարքը իմ եւ մեր անցած ճանապարհի հանրագումարն է, ամփոփումը։ Վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ բանաստեղծությունը գիրքը կարծես թուղթ ու գիր լինի եւ իրականում բազմիցս համոզվել եմ դրանում։ Այդպես էլ կա, մեր ստեղծագործությունները կատարվում են, ինչպես մեր միտքն է նյութականանում, այնպես էլ պոեզիան անհետևանք չի անցնում։ Ուստի պետք է հույս տալ եւ հավատ, որպեսզի ոչ գրողը, ոչ էլ ընթերցողը չհայտնվեն անելանելի դրության մեջ։ Այս իմաստով վերածնվիրը վստահաբար ծառայում է իր նպատակին, անցնելով դժվար ու խորթուբորտ ճանապարհներով մենք իսկապես վերածնվում ենք։ Վերածնվում ենք, քանզի չենք վախենում ինքներս մեզանից, այլ քաջաբար քննում ենք մեզ։ Մարդը պետք է կամք ունենա, որ զբաղվի ներհայեցողությամբ։ Շատ հաճախ մարդը չի գտնում բանալին, քանզի իրենից դուրս է այն փնտրում։ Ահա ինչու Թումանյանը կոչ էր անում մեզ մեր ներսը տնտղել։ Մինչ գիրքն արարելը ես պատկերացրել եմ Տիր Աստծուն, դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների Աստծուն։ Ասվում է, որ 11 ամիս շարունակ Տիրն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, քարագործ ճարտարապետներին եւ այսպես շարունակ։ Երևի ինձ նույնպես անհրաժեշտ էր այդ կամքը, որպեսզի գրեի այս գիրքը ու թերևս դա էր պատճառը, որ գիրքը սկսեցի մուտքային բանաստեղծությամբ։ Եվ այսպես պատկերավոր ասած մենք բացում ենք գրքի դուռը, հայտնվում ենք հին ժամանակներում եւ տեսնում ենք իմաստուն ու խոհուն Տիր Աստծուն, մենակ բազմած ոսկեգահին, առջևում թղթեր։ Տիրն ամենատես է, նա տեսնում է անցյալը, ներկան ու ապագան։ Նա տեսնում է մեզ, մեր ժամանակի մարդուն, ինքնամերժ ու դատարկ։ Տիրն իմ զգացողությամբ եւ կարծիքով Տերն է։ Առանց Տիրի, այսինքն առանց գիտելիքի եւ արվեստի, մենք Տեր լինել չենք կարող։ Եվ իմ խորին համոզմամբ Տիրն այսօր դավաճանված է։ Տիրն է մեր ինքնուրույնության եւ իրական անկախության բանալին, որը ոչ մի բարբարոս մեզանից չի կարող խլել։ Կարող է սպանել մարդուն, բայց երգը երբեք, երգն անմահ է։ Այժմ կարդամ իմ վերածնվիր բանաստեղծական ժողովածուի առաջին բանաստեղծությունը եւ դրանով էլ սկիզբ դնենք մեր անչափ հետաքրքիր ճանապարհորդությանը։ Չմոռանաք տարածել հաղորդումը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այցելեք իմ taronglag.com կայքը, որտեղ լույս է տեսել մի շատ հետաքրքիր հոդված, որի հեղինակն է բանաստեղծ Դավիթ Մշեցին։ Նա վերլուծել է Հովհաննես Թումանյանի Արևելքի Եդեմներին իջավ պայծառ իրիկուն քառյակը։ Միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս Telegram, Facebook, TikTok, աջակցեք ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով։ Գինին լույս է տալիս իմ քարանձավ սրտին, եւ աչքս ու հոգիս մեկ են դառնում։ Ոսկե թանակ տիրը բազմած ոսկե գահին գլուխն ափերի մեջ միտք է անում։ Որքան դառն են ու շատ տագնապները նրա, որքան ցավեր ունի, ամբար ու մութ, բոլոր աստվածներից դավաճանված մի իմաստուն լռություն է մանում։
Գրչավանքում լույս է, բույր է մագաղաթի, շուրջ բոլորը ոգիներ են պարում, խոսքը դուրս է ելնում մաշված ձեռագրերից, բոց ու հրից փրկիչներ են ծնվում։ Տիրը խոժոռ նայեց ժամանակի գրքին, ցուցամատով թերթեց դարերն անցած, իմաստությամբ հասավ մեր այս դարաթերթին և անորոշ մի բան սիրտը կարդաց։ Տեսավ տաղի քրմեր և տաճարներ մտքի, տեսավ անմարդ, անմուտք ու անխնամ, և ամբոխներ զառամ քամիներին գերի ու ծերացած, հոգնությանը պարտված, և բարկացավ տիրը, խոժոռվեց ու հանգավ, և ինքն իրեն վերջին անգամ խոսեց. կարծես չի կարկաչել գետը ձեզնից առաջ և սարերի գլխին ձյուն չի նստել։